Քննարկում ենք հարց համար 12-ը Հայաստանի ազգային agrarային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով և ռեկտորի ընտրությունները հաստատում է հիմնադիրը։ Այս պարագայում խոսում ենք Հայաստանի ազգային agrarային համալսարանի մասին, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և բուհի կանոնադրության համաձայն ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահասային քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։ Այս բոլոր կանոններին և օրենսդրության համապատասխան 2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային agrarային համալսարան հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը, որին մասնակցել են 4 հավակնորդներ։ Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն, մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները և խորհրդի անդամների գաղտնի քվեարկության արդյունքներով 19 կողմ ձայնով ընտրվել է ուրեմն տնտեսագիտության թեկնածու դոցենտ Հրաչյա Զաքոյանը ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։ Պետք է նշեմ, որ պարոն Զաքոյանը նոր մարդ չի բուհում և ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի, 2018 թվականից հանդիսացել է բուհի պրոռեկտորը, իսկ 23 թվականի դեկտեմբերից նաև կատարում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում մենք նաև համոզվել ենք պարոն Զաքոյանի կողմից բուհի կառավարման արդյունավետության մասով։ Պետք է նշեմ, որ նախորդ տարի կառավարությունը մի շարք կարևոր որոշումներ է կայացրել, ուրեմն բուհի գործունեության զարգացման, agrarային ոլորտի կրթության զարգացմանն ուղղված, ինչպես օրինակ այս ուղղություններով գերակա մասնագիտություններով ամսական 70,000 դրամ կրթաթոշակի սահմանումներ և նաև մի շարք այլ փոփոխություններ են արվել, որի արդյունքում նաև նախորդ տարի ընդհանուր առմամբ ընդունելության համակարգում 67%-ով ավել ուրեմն արդյունք ենք գրանցել և այս պահին էլ ակտիվորեն համագործակցություն է ընթանում ֆրանսիական կողմի հետ բուհի զարգացման ուղղությամբ և այդ իմաստով կարծում եմ, որ պարոն Զաքոյանը կկարողանա հաջողությամբ շարունակել աշխատանքը։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Զաքոյան, խնդրեմ, ինչ ունեք ասելու կառավարությանը։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են ինձ այս ոչ հեշտ աշխատանքը, իսկ աշխատանքը ստանձնել եմ պատկերացնելով դրա և բարդությունը, և պատասխանատվությունը և միևնույն ժամանակ տեսնելով պետական կառավարման մարմինների շարունակական աջակցելու պատրաստակամությունը, համաձայնվել եմ ստանձնել այս պարտավորությունը, նաև նկատի ունենալով մի շատ կարևոր հանգամանք, որ Ագրարային համալսարանը ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում, իսկ վերջին տարիներին ագրոպարենային ոլորտի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում և առանց պատշաճ մասնագիտական ապահովման, առանց որակյալ մասնագետների դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը։ Հենց այդ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը, միևնույն ժամանակ լիովին տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման և ներկա ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նույնպես մեր կառավարությունը բազմաթիվ նախաձեռնություններ է հանդես բերել և պատրաստ ենք մեր օժանդակությունը բերել այդ նախաձեռնությունները բարեհաջող ավարտին հասցնելու գործին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Զաքոյան, ես շատ կարևոր եմ համարում ձեր այն դիտարկումը, որ մեր ծրագրերի և այդ ծրագրերի շահառուների հաղորդակցության խնդիրներում էական դեր ունի մասնագետների պակասը կամ ակտիվությունը, որովհետև տվյալ դեպքում տեսեք, մենք էլի շատ քննարկել ենք
մեր տարբեր ֆորմատներով, մենք ծրագրերը ընդունում ենք, սենց պատմում ենք եւ այլն, հետո գնում ենք տեսնում, որ գյուղում այդ ծրագրերը արտահայտված չեն։ Դրա պատճառներից մեկը հենց այդ կապող ուղակի մասնագետի պակասն է, որը վերցնի կառավարության հնարավորությունը մատուցի եւ իրացնի ֆերմերային տնտեսությունների շրջանում, այսինքն մասնագետը ինչ որ առումով, տեսեք, այն մասնագետը, որ իր մասնագիտական գործունեության համար դաշտ է ստանում մեր որոշումներով, ի վերջո նաև պոտենցիալ եկամտի աղբյուր է, չէ՞ դա իր համար։ Ինքը ըստ էության պետքա դառնա մեր ամենաակտիվ հանրահռչակողը այդ ծրագրի, որ գնա մտնի գյուղ, տնտեսություն, ասի ժողովուրդ գիտեք, տենց հնարավորություն կա կարող եւ ուղեկցի մարդկանց, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ ինքնուրույն այդ ամեն ինչը չեն կարողանում անել եւ սա շատ կարեւոր խնդիր է եւ այս առումով կարծում եմ այն խնդիրները, որ մենք քննարկում ենք, իրոք այդ խնդիրների մեջ այս շատ կարեւոր օղակա, որը մեզ պակասում է։ Հաջորդ դիտարկումը, որը ուզում եմ անեմ, իմ կարծիքով հիմա գյուղատնտեսական կրթությունը ամենաշատ պահանջվածներից մեկն է, ավելի ճիշտ մասնագետները գնալով ավելի պահանջված են դառնում, որովհետև ինձ այդ դառնության զգացողությունը շատ երկար ուղեկցում է, որ մենք տարբեր ինտենսիվ այգիներ գնալով, երբ որ հետաքրքրվում ենք, որ մասնագետներն են ուղեկցում այս process-ը, հիմնական պատասխաններն է, դե իտալացի մասնագետներ կան, հոլանդացի մասնագետներ կան եւ այլն եւ այդպես շարունակ, որոնք ես նույնիսկ չի հավատում, որ հարցնում են ինչքան եք վճարում, ես ինչքան հասկացա, ասենք ժամը 800 եվրո եւ այլն, այս կարգի վճարումներ կան, բայց վերջին շրջանում նաեւ ես նկատում եմ մի այսպիսի հետաքրքիր միտում։ Ամեն դեպս վերջին շրջանի ինտենսիվ այգիները, որ այցելել եմ, այս խոսակցության մեջ մի հատ դետալ է ավելացել։ Էլի ասում են, որ իտալացի, հոլանդացի մասնագետները, բայց վերջին մի քանի ներդրողներից շփումներում ավելացել է հետևյալը։ Ասել են, որ մենք նայում ենք շրջանավարտների մեջ, ովքեր են, որ հետաքրքրված են գյուղատնտեսական կրթություն ստանալու, այսօրվանից իրանց հետ պայմանավորվում ենք, աջակցում ենք, որպեսզի ընդունվեն, կրթություն ստանան եւ հետ գան մեր մոտ աշխատելու եւ այս միտումը սկսված է։ Այստեղ գալիս է հաջորդ հարցը, ամենայն հարգանքով մեր ագրարային կրթության որակի հարցը, որպեսզի երբ որ այդ շրջանավարտը վերադառնա, իրեն կրթության ուղարկած ներդրողը գոհունակության որոշակի աստիճան ունենա եւ այս տրամաբանությամբ նաեւ, որ մենք այն որոշումը, որ կայացրել ենք ֆրանսիական համալսարանի հետ, այդտեղ շատ էական կտորա, որպեսզի ֆրանսիացի մեր գործընկերները ագրարային համալսարանին այդ հարցում ցուցաբերեն աջակցություն, որովհետեւ Ֆրանսիայում ոլորտի կրթությունը շատ զարգացած է եւ մենք հույս ունենք, որ այդ զարգացման հետ հաղորդակցությունը կապահովի, իհարկե նաև մեր տեղի մասնագիտական ներուժը պետք է քաջալերենք եւ պետք է նրանց համար դրսեւորվելու հնարավորություն ստեղծենք եւ նաեւ մաքսիմալ կրթությունը մոտեցնենք իրական աշխատանքին, այսինքն ֆերմերային տնտեսություններին, այգեգործությանը, բուսաբուծությանը եւ գյուղատնտեսության հնարավոր ոլորտներին եւ ուրախ եմ, ինչքան գիտեմ, այս թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք պարոն Զաքոյանի հետ եւ նախկինում եւ ընթացիկ շրջանում եւ իսկապես աշխատանքի շատ մեծ դաշտ եւ հնարավորություն կա։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ուզում էի շարունակել ձեր այն միտքը, որ ինչքան կարևոր է, որ բուհը դառնա կապող օղակ ոլորտում իրականացվող ծրագրերի, դրանց իրազեկման եւ նաեւ նոր շահառուների ներգրավման ուղղությամբ, պետք է տեղեկացնեմ, որ որոշ ժամանակ առաջ պարոն Զաքոյանի հետ միասին հանդիպել էինք մեր այն ուսանողներին, որոնք հանդիսանում են այս գերակա ուղղություններով կրթաթոշակի շահառու եւ փորձում ենք հենց իրենցից հասկանալ ու պատկերացնել ինչու են ընտրել այդ ուղղությունը, ինչպես են պատկերացնում իրենց հետագա աշխատանքային հեռանկարը։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ շատ գիտակցված ընտրություններ, մարդիկ կան, ովքեր արդեն
ներկայացնում էին իրենց բիզնես պլանը, թե ավարտելուց հետո ինչպես են պատկերացնում այդ աշխատանքը հենց գյուղատնտեսության ոլորտում եւ ինչը շատ կարեւոր է, նրանք արդեն որոշակի օրինակ են ծառայում իրենց շրջապատի համար։ Եվ հենց այդտեղ պարզ էր, որ ուսանողները նաև հանդիսացել են այդ իմաստով ոգեշնչման աղբյուր, օրինակ իրենցից մի քանի տարի փոքր դեռ դպրոցում սովորող իրենց ծանոթների համար, որոնց նաև ուղղորդել են գնալ այս ուղղությամբ։ Սա անհատական օրինակի մակարդակով եմ ասում, բայց ինստիտուցիոնալ իմաստով կարծում եմ, որ ներուժը շատ մեծ է իրազեկման եւ ներգրավման եւ դա պիտի օգտագործենք։ Ֆրանսիական կողմի հետ էլ արդեն մի քանի կոնկրետ բուհերի հետ համագործակցության ուղղությամբ աշխատում ենք ֆրանսիական եւ կարծում եմ, որ առաջիկայում այդ ուղղությամբ նույնպես առաջընթաց կունենանք։ Շնորհակալություն։ Մի բան ակնհայտ է, մենք շատ ենք խոսում քննարկել աշխատանքի շուկայում բովանդակային փոփոխությունները, որ տեխնոլոգիաների հետ տեղի են ունենում։ Մի բան ակնհայտ է, որ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պահանջարկը այդ թվում Հայաստանում ոչ միայն չի նվազելու, այլև աճելու է, այլ բան, որ գյուղատնտեսությունն ինքը նույնպես տեխնոլոգիաների ազդեցության ներքո շատ լուրջ բովանդակային փոփոխություններ է կրում։ Այն այգեգործությունը, որ առաջատար էր 20 տարի առաջ, 25 տարի առաջ, այսօր արդեն այդ այգեգործությունը կարող է նույնիսկ մեծ հավանականությամբ մրցունակ չհամարվել որևէ պարագայում եւ այդ այգեգործությանը լավագույնս տիրապետող մասնագետները կարող են պարզապես պահանջված չլինել այսօրվա գյուղատնտեսական ոլորտում եւ սա ամենայն հարգանքով դաժան իրողություն է, այսինքն սկզբունքորեն դաժան էլ չի, որովհետեւ դե միշտ էլ անդադար ենք ասում, որ գիտելիքը պետքա զարգանա, անդադար այդ կրթության process-ը պետքա լինի անընդհատ, որովհետեւ այդ բազայի վրա նոր գիտելիք ավելի հեշտ է եւ մատչելի է ձեռք բերվում, քան զրոյից։ Էնպես որ այո, պլանները մեծ են, իհարկե ակադեմիական քաղաքում մենք գյուղատնտեսական կրթության կազմակերպման հետ կապված շատ մեծ պլաններ ունենք, որը շատ էական է, բայց ինքը պարզ է իր էությամբ, երբ որ մենք ասում ենք, որ կամպուսը եւ գյուղատնտեսական գործունեության հարթակը կողք կողքի պետք է առնեն եւ մեր գլխավոր հատակագծում շատ մեծ տարածքներ են տրամադրված ֆերմերային գործունեության համար, ձկնաբուծություն, խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր, խոզաբուծություն, թռչնաբուծություն, այգեգործություն, դաշտավարում եւ այլն եւ այլն եւ այլն եւ այդ ամեն ինչը հենց կրթական նպատակով ագրարային կրթությունը ուղեկցելու եւ կազմակերպելու նպատակով, բայց այսօր արդեն մենք պետք է հնարավորինս մեծ ջանք գործադրենք այսօրվա հնարավորությունները օգտագործելով մինչև ակադեմիական քաղաքում այդ ամեն ինչը իրականություն կդառնա։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, պարոն Զաքոյանին հարցեր կամ դիտարկումներ քննարկվող թեմայի վերաբերյալ։ Չկան հարցեր։ Ըստ այդմ քվեարկության է դրվում Հրաչյա Զաքոյանին Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատելու հարց, ովքեր են կողմ, դեմ չունենք, որոշումը ընդունված է, պարոն Զաքոյան, շնորհավորում ենք ձեզ եւ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն շատ։